Հոգեհանգստից կյանք դուրս եկած, մեզ շատ մոտ, չկորցրած, բայց վերագտած։ Սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը, որի համար հատուկ երգ է գրել ու ձայնագրել։ Սակայն եկեք հետհայաց գցենք, հավաքենք կտորները, ամբողջացնենք փազլն ու հասկանանք իրական նպատակը։ Ընտրությանը մնացել է մի քանի ամիս և ժամկետի կրճատմանը զուգահեռ քաղաքացիական պայմանագիրը բավական ակտիվացել է քարոզչական դաշտում, հատկապես այն հարթակներում, որոնք գործածում են երիտասարդները։ Ամեն բան սկսվեց Փաշինյանի առավոտյան տեսանյութերով, որոնք եզրափակվում են սրտիկի ժեստով։ Շատ չանցած սրտիկներն սկսեցին հայտնվել ամեն օր ու ամենուր։ Վերջում արդեն մոդայիկ դարձած ժեստը Անգամ Երևանի երկնքում ամանորի գիշերը։ Թիրախը երիտասարդներն են, խնդիր ունեն հասարակության հենց այդ շերտին իրենց դաշտ բերելու, կլինի դա բլոգերական տեսանյութերով, թմբուկ նվագելով կամ երիտասարդական դիսկոտեկով, համոզված է քաղտեխնոլոգը։ Երիտասարդների շրջանում վերաբերմունքը այս իշխանություններին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին շատ հետաքրքիր է։ Երիտասարդները ավելի շատ վերաբերվում են որպես մեմի, այսպես ասած, պերսոնաժ, այսինքն ավելի շատ ձեռ են առնում, ավելի շատ կամ ինչպես իրենք երիտասարդներն են արտահայտվում, այդպիսի բառ կա, բոցվում են։ Փաշինյանական հաջորդ քաղաքական տեխնոլոգիան դիվանագիտական լուրջ կապերի ու ձեռքբերումների իմիտացիա ստեղծելն է, համոզված է պատգամավորը։ Խաղաղության նախաստորագրված համաձայնագիր, խաղաղության խորհուրդ եւ ջերմ հարաբերություններ Թրամփի հետ։ Մամիջանյանի խոսքով Փաշինյանն ունի հստակ խնդիր։ Ինքը այս ժամանակահատվածում ամեն ինչն է օգտագործելու, թե եվրոպական քաղաքական ընտանիքի հավաքը Հայաստանում, ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան։ Ինքը այդ բոլորը փորձելու է ցույց տալ, տեսեք, ես ինչ ուժեղ տղա եմ, որ ուժեղ տղաների հետ եմ։ I have a busy Փաշինյանից բացի ակտիվ են նաև մյուս ՔՊ-ականները։ Ինստագրամում, TikTok-ում ու Facebook-ում տեսանյութերի շարք են հրապարակում, հետ չեն մնում թրենդից ու հետևում են սոցցանցերի ալգորիթմներին։ Բայց եթե Փաշինյանն ուզում է ընտրազանգված հավաքել, ապա մյուս ՔՊ-ականներն այլ խնդիր են փորձում լուծել։ Նրանք լուծում են լավ երևալու Նիկոլ Փաշինյանի աչքին, որպեսզի կարողանան տեղ ունենալ, ընդ որում բարձր տեղել, որտեղ հասկանալի է, որ այդքան մարդ այլևս չի ունենալու ԿՊ-ն ազգային ժողովում, փորձում են հնարավոր ունենալ Նիկոլ Փաշինյանի, Միգուցյան Հակոբյանի համակրանքը։ Լինել ակտիվ, թրենդային, դաշտ գցել նոր թրենդներ, խոսել ու ցույց տալ այն ամենը, ինչը մարդկանց մոտ դրական էմոցիա է առաջացնում։ Սա սոցցանցերի ալգորիթմն է, որ աշխատում է նաև քաղաքական կյանքում, տարբեր մտածելակերպ, մենթալիտետ ու առօրյա ունեցող հասարակությունների վրա։ Գարնի Մութաֆյան, Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։